ջան, բարև ձեզ եւ ողջունում եմ բոլորիդ։ Վերջին ամսվա ընթացքում կամ վերջին 2 ամսվա ընթացքում ես արդեն իմ 3-րդ այցնա Ալագյաց խոշորացված համայն, կոնկրետ Ալագյաց բնակավայր։ Նեն էքսկավատորն էլ աշխատում է։ Իմ գալու ժամը ինչ է աշխատում, ես եկա աշխատում է, ես գնացի էքսկավատորներ են տանում։ Չկա չէ տենց բան։ Աշխատում է։ Մի անգամ եկել եմ մանկապարտեզի բացման առիթով, երկրորդը Մալխազ եւ Ռոման Համոյանների անվան մարզադպրոցի կառուցման առիթով եւ երկրորդ իրադարձությունը քաղաքացու օրն էր։ Եվ մենք քաղաքացու օրը նաեւ իրար հետ հաց կիսեցինք եւ դա շատ կարեւոր եւ խորհրդանշական էր։ Առիթ ունեցել եմ ասելու եւ ես ուզում եմ այդ հարցին անդրադառնանք։ Նախ հույս ունեմ մեր վերաբերմունքը մեր ազգությամբ եզդի քաղաքացիների նկատմամբ ակնհայտա ձեզ բոլորիդ եւ վերաբերմունքը։ Բայց կոնցեպտուալ առումով ես Արմավիրի մարզում երբ որ հավաքվել ենք, ես մի բան ասեցի, որը իրականում մեր հարաբերությունների անկյունակարն է եւ շատ կարեւոր է։ Լսում եք ժողովուրդ, որ սենց եմ անում դուք լսում եք։ Ես ինչի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա, որ մենք հայերը եւ եզդիները տարբեր ազգություններ ենք, բայց մենք մեկ ժողովուրդ ենք։ Մենք տարբեր հավատ ունենք, բայց մենք մեկ ժողովուրդ ենք։ Եվ դա գիտեք ինչ է արտահայտվում, դա արտահայտվում այս սրանով, որովհետև մեր բոլորի ձեռքը Հայաստանի Հանրապետության ազգագիրը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն է։ Եվ այս քաղաքացիությունն է եւ մեր պետությունն է, մեր միասնական եւ ընդհանուր պետությունն է, որ մեզ դարձնում է մեկ ժողովուրդ, որովհետև մեր երկիրը ժողովրդավարական երկիր է եւ իշխանությունն էլ պատկանում է ժողովրդին։ Եվ մենք այս տրամաբանությամբ էլ գնալու ենք առաջ եւ մենք ամեն ինչ անում ենք եւ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նաեւ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունները, ներառյալ ազգությամբ եզդի մեր սիրելի հայրենակիցները բոլոր պայմանները ունենան, որպեսզի իրանց ինքնությունը ոչ միայն պահպանեն, այլև զարգացնեն։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ կրթությունը առավել հասանելի դառնա, որովհետև այդ թվում ինքնության պահպանման եւ զարգացման համար կրթությունը շատ կարեւոր է։ Այդ է պատճառը նաեւ, որ մենք ահա նման գեղատեսիլ մանկապարտեզ ենք կառուցել եւ հույս ունենք, որ երեխեքը այնտեղ պատշաճ կրթություն կստանան եւ նաեւ մայրիկները հնարավորություն կունենան ավելի շատ նվիրեն տնտեսական գործունեության աշխատանքին, տնտեսական գործունեությանը կամ ինչին իրանք հարկ կհամարեն, ինչը իրանք հարկ կհամարեն։ Բայց մեր հիմնական ասելիքը հենց նա է, որ երկու տարբեր հավատներ, երկու տարբեր ազգություններ, բայց մեկ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, եւ մենք իրար հետ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ ենք, ում Հայաստանի Հանրապետությունում պատկանում է բարձրագույն իշխանությունը, եւ սա ամենակարևոր արձանագրումն է, եւ ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք իրավատեր զգա իրեն Հայաստանի Հանրապետության պետության եւ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն։ Եվ հույս ունեմ, որ դուք հենց այդպես էլ ձեզ զգում եք Հայաստանի Հանրապետությունում։ Սա է մեր կարևորագույն արձանագրումներից մեկը։ Հաջորդ կարևոր արձանագրումը հետևյալն է։ Ես ուզում եմ նաև մեզ բոլորիս շնորհավորել հաստատված խաղաղության առիթով, որովհետև խաղաղությունը թերևս ամենակարևոր ձեռքբերումն է, որ մենք ունեցել ենք։ Բայց նաև խաղաղության արգասիքն է եւ խաղաղության շնորհիվ է, որ նաև մեր երկրում թոշակները բարձրացել են։ Թոշակները բարձրացել են շոշափելիորեն։ Առողջության ապահովագրության համակարգը ներդրվել, որի մի հատվածով 65+ տարեկան թոշակառուների համար
եւ մինչեւ 18 տարեկան երեխաների համար վճարումները իրականացվում են պետական բյուջեից։ Եվ ես հույս ունեմ կան ներկաներից, որ արդեն օգտվել են առողջության ապահովագրության համակարգից։ Չէ, կան, ձեր ընտանիքի անդամները օգտվել են։ Դա շատ կարևոր է եւ ես ասում եմ, որ առաջին հերթին դա իհարկե մենք 65+ տարիքի մեր հայրենակիցների համար ենք արել, մեր քաղաքացիների համար ենք արել, բայց մենք նույնքան նաեւ իրանց երեխեքի զավակների համար ենք արել, որովհետեւ ով որ տարիքով ծնող ունի, միշտ մտքում այդ բանը կա, որ հանկարծ Աստված չանի, տարիքա եւ այլն, մի խնդրեմ եղավ, ո՞նց ենք լուծելու մենք այդ խնդրեմը։ Նույնը նաև ասում եմ, մենք դա արել ենք ծնողների, երեխաների եւ երեխաների ծնողների համար նաև, որովհետեւ այդ բոլորը ծնողներն էլ մտածում են, որ եթե երեխան հանկարծ առողջական խնդիր լինի, ո՞նց է լուծվելու այդ խնդիրը։ Ես ասում եմ, այդ խնդիրը լուծվելու է եւ լուծվում է հետեւյալ կերպ. ձեր հարազատ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է եւ ձեր հարազատ պետությունը ձեր կողքին կանգնած է եւ ձեր առողջական խնդիրը ձեր պետության հոգսն է, ձեր սոցիալական խնդիրը ձեր պետության հոգսն է եւ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Հիմա մենք թոշակները բարձրացրել ենք այնքան, որ մարդը թոշակարուն կարա ծերը ծերին հասցնի։ Սա մեր երազած արդյունքը չի, ժողովուրդ ջան։ Մենք չենք ասում, վերջ ծերը ծերին պետք է հասնեն, ուրեմն հասցնեն, ուրեմն մենք մեր խնդիրը լուծել ենք։ Բայց եկեք հաշվի առնենք, որ 2018 թվին նվազագույն կենսաթոշակը եղել է 16000 դրամ։ Մենք եկել ենք սկզբից կրկրապատկել ենք նվազագույն կենսաթոշակը եւ 18 թվից այսքոմ թոշակը 5 անգամ ավելացրել ենք 5 տարբեր որոշումներով, ուղղակի կամ անուղղակի։ Եվ հիմա նվազագույն կենսաթոշակը 46000 դրամ է։ Դրան գումարած նաեւ անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը շատ ավելին է եւ միջին թոշակը ըստ էության ավելի բարձր քան սպառողական զամբյուղը եւ սա դարակազմիկ փոփոխություն է Հայաստանի Հանրապետության սոցիալական կյանքում։ Ժողովուրդ ջան, ես կարամ խոսեմ ճանապարհների մասին, դպրոց ենք առաջիկայում կառուցելու Ալագյազում, ճիշտ է, մանկապարտեզը կառուցել ենք, մարզադպրոցը կառուցում ենք, ֆուտբոլի դաշտը կառուցել ենք, ժամանցի բանի կենտրոնը, հանդիսությունների սրահը ավարտին կհասվի։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է, բայց այդ ամեն ինչը նույնիսկ այս պայմաններում այսօրվա դրությամբ, այս ընտրությունների համատեքստում ամենակարևորը չի։ Ամենակարևորը խաղաղությունն է։ Ամենակարևորը այն է, որ հաստատվել է խաղաղություն։ Ամենակարևորն այն է, որ հաստատվել է խաղաղություն եւ ծնողները երեխեքին բանակ ուղարկելիս, տղաներին բանակ ուղարկելիս գիշերը հանգիստ քնում են։ Ցավոք մեր բանակում դեպքեր լինում են, ժողովուրդ ջան, բայց դեպքեր լինում են նաեւ մեր գյուղերում, չէ՞։ Մեր գյուղերում, այսինքն նկատի ունեմ խաղաղ պայմաններում դեպքեր լինում են, իհարկե ամեն ինչ արվում է եւ բարեբախտաբար բանակում այդ դեպքերի թիվը նվազում է, բայց հիմա մեր կյանքում էլ գյուղում, քաղաքում, բնակավայրում, կողքի գյուղ գնալիս, քեֆ անելիս դեպքեր պատահում են։ Մենք ամեն ինչ պետք է անենք դա վերացնելու, նվազագույնացնելու համար, բայց խաղաղությունը ամենակարևորն է։ Բայց 26-ին ընդրում ենք 16-ին։ Ահա։ Դե լավ, դե որ դուք տենց կարճ կապեցիք, ես էլ տենց կարճ կապեմ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև դա ինքնանպատակ չի։ Մենք 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, խաղաղությանը, ապագային, անկախությանը, Ալագյազ խոշորացված համայնքին, Արագածոտնի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակների եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Չթողեց ելույթ ունենալ, սենց կարճ կապեց կտրեց, սենց բան չեր եղել։
Լավ եղեք, շնորհակալ ենք շատ Ժողովուրդ ջան։ Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ ու ամենակարևորը դուխով Ժողովուրդ ջան, դուխով։ Այսօր ժամը 7:30 աշտարակում հարավակ է, բայց դու չկաս։ Այս անգամ ելույթը մոնտաժ շանես, կթողես հանգիստ միջև ելույթ ունենա։ Բոլորիդ սպասում ենք 7:30 աշտարակում, լավ եղեք Ժողովուրդ ջան։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։